Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, ես սպասում էի վերջնական ինչ հայտարարությամբ հանդես կգան ընդդիմադիր քաղաքական ուժերը, որպեսզի ներկայացնեին դիտարկումները հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների հետ կապված, բայց հասկանում եմ, որ մինչ այս պահը շեմը հաղթահարած այս ընտրություններում շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերը ուղղակի զբաղված են ջուր ծեծելով, որովհետև մինչ այս պահը որևէ հստակ հայտարարություն չի արվել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից, որովհետև եթե դուք ասում եք, որ այս ընտրությունները դուք եք չէ հայտարարում, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, որ տեղի են ունեցել ընտրության ընթացքում բազում խախտումներ են արձանագրվել, որ եղել են ճնշումներ, որ անարդար մթնոլորտում տեղի են ունեցել խորհրդարանական այս ընտրությունները, ապա հարց եմ ուզում ձեզ տալ, էլի դիմեք սահմանադրական դատարան, որևէ մեկը ձեզ չի ասում, որ մի գնացեք այդ ճանապարհով, բայց ինչն է պատճառը, որ եթե տեղի են ունեցել ձեր ասած այդ ընտրախախտումները, որ չեք վեր կենում եւ հայտարարում, որ դուք հենց այս պահից սկսած հրաժարվում եք այդ մանդատներից եւ էլի գնացեք վիճարկեք, չգիտեմ, ձեր իրավունքները սահմանադրական դատարանում։ Ես այդ պատճառն եմ էլի ուզում հասկանամ։ Դուք ինչ որ այսպես ծորում եք ձեր հայտարարությունները անելու ճանապարհին, ինչ որ այսպես ասում եմ, կիսատ պրատ, կարկատած, ինչ որ հայտարարություններով ուզում եք դեռ տակ պահել ձեր ընտրազանգվածին, որովհետև դուք էլ երևի վերջնական չգիտեք, թե ինչ սցենարներ կարող են լինել, երբ որ հասկանաք, գիտակցեք, որ հնարավոր է իշխանական այդ մատորը միանա եւ հասկանաք, որ Նիկոլյան արդարադատության ճիպոտը կարող է գա հասնի նաեւ ձեր մորթուն սեփական, այդ ժամանակ արդեն դուք ըստ էության արդեն նոր ալիքի, նոր այսպես սցենարների եւ նոր արդեն իրողությունների համար երևի թե պատրաստ կլինեք դիմելու նաեւ, չգիտեմ, այլ մեխանիզմների պայքարի։ Նույն ուժեղ Հայաստանը իդեմս Սամվել Կարապետյանի հայտարարում էր, որ իրենք ուղղակի երկրորդը լինել չեն կարող, որ իրենք չեն կարող ընդդիմություն լինել եւ ընդդիմադիր աշխատել, որ իրենք երկրորդ պլան, որպես այդպիսին B պլան չունեն, որ իրենց խնդիրը իշխանափոխության հասնելն է եւ բացարձակ այսպես ասած հաղթանակ տոնելն է։ Այսինքն Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ Փաշինյանին պիտի ճանապարհի տուն, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ չվերաբնակեցվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որպեսզի Մեղրիով միջանցք չտրվեր, որպեսզի Տիգրանաշենը չհանձնվեր եւ որպեսզի չլինեին բազում եւ բազմապիսի հետևանքներ, որոնց հետ կապված աղմկում, հայտարարում, ազդարարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերի այդ լիդերները։ Հիմա ուզում եմ հասկանամ, եթե դուք հայտարարում եք, դուք եք չի ասում, ես չեմ ասում, դուք ասում եք, որ կեղծել են ընտրությունները, ասում եք, որ ընտրախախտումներ են արձանագրվել, ասում եք, որ բռնաճնշումներ են եղել, ասում եք 700 անձի տարել եւ հանիրավի կալանավորել են, մենք ունենք, չգիտեմ, նոր խաղբանտարկյալներ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե դուք հայտարարում եք, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, այն որ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, եթե տեղի ունեցան լկտիաբար ընտրակեղծիքներ տեղի ունեցան, սպասեն անսպասելիին, մոտավորապես։ Հիմա Ռոբերտ Քոչարյան, լկտիաբար է, թե լկտիաբար չի, այս ընտրախախտումները, որոնց մասին ազդարարում է ընդդիմադիր ճակատը, կրկնում եմ, շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին եմ խոսում։ Հիմա լկտիաբար ընտրակեղծիքներ են, թե օրինակ Ռոբերտ Քոչարյան, լկտիաբար է, թե լկտիաբար չէ, որ նույն ձեր ընդդիմադիր ճակատի Բարգավաճ Հայաստանի դեպքում դա լկտիություն է, թե լկտիություն չի, որ օրինակ մարդիկ կոնկրետ X ընտրատեղամասում օրինակ մարդիկ ունեցել են 77 ձայն,
քաղաքացին 77 քաղաքացի ընտրել է, ձայնը տվել է նույն Բարգավաճ Հայաստանին, բայց ԿՀ-ում օրինակ գրանցվել է 1 ձայն։ Սա լկտիություն է, թե լկտիություն չի։ Բոլորդ գիտեք, որ այո, բազում անգամներ քննադատել եմ Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի ընկերներ, բայց սա այդ դեպքը չի։ Հասկանում եք, մարդը մասնակցել է, հայտ է ներկայացրել քաղաքական այս գործընթացի, խորհրդարանական ընտրություններին մարդը քաղաքական հայտ է ներկայացրել, մարդը մտել է ընտրապայքարի մեջ, ընդամենը ժամեր առաջ, մարդու ցուցանիշը մենք տեսնում ենք, հա, անընդհատ ԿՀ-ն ամփոփում էր այդ ցուցանիշները, 5-1, չգիտեմ, 4-99, 4-70, չգիտեմ 8 եւ այլն, մեկ էլ հանկարծ Գագիկ Ծառուկյանի, չգիտեմ, ձայները, ճանապարհին, չգիտեմ, այդ որ մի սոված շունը որոշեց, որ պետք է խժռի կամ ուտի եւ ասում եմ, հագենա Գագիկ Ծառուկյանի ձայներով։ Էդով կերավ, էդով խժռեց Գագիկ Ծառուկյանին տրված ձայները։ Էդ ոնց եղավ էլի, մի հատ ուզում եմ ինձ բացատրեք, որ 5.1%-ից Գագիկ Ծառուկյանի ձայները եկան հասան 3.99, չգիտեմ քանի տոկոս, ում եք եկել ձեռ առնում։ Բա հիմա այդ ձեր ընդդիմադիր քաղաքական այդ ուժերը, այդ ձեր լիդերները, չեք տեսնում, թե ինչա տեղի ունենում։ Հա, հիմա պետք է գտնվեն մարդիկ, ասեն Ծառուկյանին եք պաշտպանում, լավ եմ անում, ինչ ուզում եք մտածեք, ճիշտ եմ ասում։ Բա դուք եք ասում, միասնական ճակատով, միասնական ընդդիմադիրներով պիտի գնանք, հաղթենք, չգիտեմ, Նիկոլին պետք է դուրս շպրտենք, պիտի բազմենք վարչապետի աթոռին։ Որտեղ եք դուք չեք տեսնում ինչա տեղի ունենում։ Մարդկանց ձայների հետ դրած չգիտեմ հովարային տատանումներ ա տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի ձայները հաշվարկելու ժամանակ։ Էս ինչ հովարային տատանումների ենք մենք ականատես լինում։ Ես չեմ հասկանում Տիգրան Մուկուչյանը դեռ ԿՀ-ում կարող է Նիկոլ Փաշինյան նկարչությունա դեռելի անում։ Թե լավ դասեր ա տվել նկարչության ժամանակին նոր ա գնացել ԿՀ-ում ոնց պետք է ընդհանրապես ձայներ հաշվել։ Շատ տարօրինակ է այս ամեն ինչը, շատ տարօրինակ, ասում եմ, ես քննադատել եմ Գագիկ Ծառուկյանին, պետք լինի մի ժամ հետո էլ կքննադատեմ, բայց տեղին արդարացի կքննադատեմ, բայց այս պահի դրությամբ ձեր արածը ուղղակի, ասում եմ, սա բեսպրեձել է, սա ուրիշ բան չի կարելի սրան անուն տալ կամ բնորոշել, սա բեսպրեձելություն է եւ վերջ, եւ ասում եմ, ով խժռեց եւ որ մի սոված շունը փորձեց այսպես ասած, չգիտեմ, ցիրուցան անել Գագիկ Ծառուկյանին տրված ձայները։ Ի վերջո այդ մարդը հստակ ունի իր էլեկտորատը։ Ուզում եք ասել Գագիկ Ծառուկյանը 4%-ի շեմը չի հաղթահարել, լուրջ եք ասում։ Գիտեք, նենց բան ասեք եւ արեք նենց բաներ, որ էփած հավի ծիծաղը ուղակի չգա։ Եվ հիմա ասում եմ, ես զարմացած եմ, որ մինչև այս պահը այդ ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերները այդ հզոր, այտենց նստել եք բերանները ջուր արած ու մի հատ ծպտուն շշուկ մեկի կողմից չենք լսում։ Վախենում եք Նիկոլ Փաշինյանից։ Վախեցած եք, թե այդ մանդատը արդեն որ շունչը զգում եք 30 մանդատ, 28 մանդատ եւ այլն քաղցր բան է այդ մանդատը։ Բա եկել է երկիրը փրկելու։ Բա մեզ եք ասում Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, չէ, ոչ մեկի ջրաղացին ջուր չենք լցնում։ Ուղղակի լավ ենք ճանաչում ձեզ արմատապես։ Լավ գիտենք, որդ ինչ եք շնչում, արմատապես լավ գիտենք, թե որիդ անցած քաղաքական ճանապարհը ինչ արժի եւ շատ լավ գիտենք, թե դուք հանուն ձեր սեփական մաշկի, հանուն ձեր սեփական բարեկեցության ու ձեր են տարած միլիոնների կամ ունեցած միլիոնների դուք ինչի եք պատրաստ։ Դուք ասում եք կեղծել են, բայց հələ մտածում ենք, բա որ կեղծել են, հրաժարվեք, մերժեք այդ մանդատները, մերժեք ընտրությունների արդյունքները, վեր կացեք, դուխ ունեցեք, տղամարդկություն ունեցեք, այն որ միակ տղամարդիկ կան էլի տենց չէ ձեր մեջ քաղաքական այդ ընդդիմադիրների մեջ միակ տղամարդը բան տենց։ Բա վեր կացեք
ասեք, որ մերժում ենք այս ընտրությունների արդյունքները, քանի որ, ինչպես ասում է Ռոբերտ Քոչարյանը, լկտիաբար տեղի ունեցան ընտրակեղծիքներ։ Հիմա մենք ոնց հասկանանք այդ լկտիաբարի չափը որն է Ռոբերտ Սեթրակիչ, որ դեպքում պետք է էլի օրինակ որակավորել, որ այդ ընտրակեղծիքները լկտիաբար են տեղի ունեցել։ Հիմա եթե դուք ասում եք կեղծել են, ինչի չեք բա վեր կենում այդ բոլորովը, այդ բոլոր ուժեղներով, այդ ուժեղ տղերքով, ինչի չեք վեր կենում եւ ասում, որ մերժում եք այս ընտրությունների արդյունքները եւ ինչու չեք հայտարարում, այո, որ չեք լեգիտիմացնելու Նիկոլ Փաշինյանին եւ նրա ԿՊԱ-ականներին, բա ինչի չեք հայտարարում, ասում եք տեղի ունեցել ընտրակեղծիք, դուք եք ասում, չէ, ես չեմ ասում, դա էլ դուք եք ասում, բա եթե տեղի ունեցելում եք սպասում եւ վերջապես պատմության մեջ էլի կա նման պետություն, էլի կա նման, չգիտեմ, քաղաքական ուժի, հաղթող ուժի ղեկավար, որ վերակենում գիշերը ժամը 1-ին, 2-ին, դեռ մարդիկ ընտրատեղամասերում հաշվարկ են կատարում, 10%-ի արդյունքները դեռ չամփոփած, վերակենում ու ասում է ես հաղթել եմ, ասում է ես հաղթել եմ, ես կրել եմ, շնորհավոր եք ինձ, Մակրոնի հետ խոսել եմ, չգիտեմ, Դաղստանից ինձ շնորհավորել են եւ այլն, օրինակ։ Դուք տենց բան պատմության մեջ էլի տեսել եք, Ռոբերտ Քոչարյան, օրինակ դրանից այն կողմ լկտիություն կա թե չկա, օրինակ դրանից այն կողմ լկտիաբար կեղծիք կարող է լինել, թե չի կարող լինել, քանի որ դուք եք այդ թեզը առաջ բերել, դրա համար ձեզ եմ ուղում հարցերս, չնայած դուք միշտ իմ ուշադրության կենտրոնում եղել եւ լինելու եք։ Ու այն որ շատերը ձեր կողքի էլի եմ ասել են թևը քաշած աղունիկներ ունեք, այն որ ասում էին Նիկոլի ջրաղացին մենք ջուր ենք լցնում, Նիկոլի ջրաղացին հիմա օրերի ժամերի հարց է, հեսա տեսնելու ենք թե իրականում Նիկոլի ջրաղացին ովքեր են իրականում լինելու այդ ջուր լցնողները։ Հետո մի բան էլ ասեմ, դուք արդեն իսկ Նիկոլի ջրաղացին ջուր լցնում եք հենց այս պահից սկսած, քանի դեռ դուք չեք վերկացել եւ հայտարարել, որ դուք մերժում եք այս ընտրությունների արդյունքները եւ որ դուք հաշտ չեք այս իրականության հետ։ Կամ վերջապես ի՞նչ է նշանակում, սա աբսուրդ է։ Գիտեք, այս արդեն նույնիսկ տրագիկոմեդիա չի։ Այն որ Գագիկ Ծառուկյանին ասենք հաշվարկը դեռ չավարտված, այս պահին դեռ վերահաշվարկ կա ընթանում, ԿՀ-ն դեռ ամփոփում է արդյունքները, Գագիկ Ծառուկյանին օդանավակայանից գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցում նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ միանգամից մարդու սեկտը փակում եք, որ չպետք է դուրս գա եւ լքի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Լսեք, դուք ում եք ձեռ առնում, դուք ում ականջներին եք եկել, ուզում եք լապշա կախեք, էլի դա եմ ուզում ես հասկանամ։ Այսինքն եթե Գագիկ Ծառուկյանը հանցագործեր, ճակերտներում ասված, եթե այդ մարդը որևէ հանցանք էր կատարել, բա այդ ոնց էր այդ հանցանք կատարած մարդը մասնակցում ընտրություններին, թե հետո որ Գագիկ Ծառուկյանը արդեն խրվեց մնաց կոկորտներից, դրանից հետո որոշում կայացվեց, մոտ կասկած է առաջանում։ Ոնց եղավ, որ միանգամից հենց ընտրության հաջորդ օրը, ժամեր, օրեր ասում եմ չանցած, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, լուրջ եք ասում, սա ի՞նչ է, եթե ճնշում չի։